Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիոլսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ։ Այսօր զրուցելու ենք վավերագրող լուսանկարիչ Անի Գևորգյանի, բարև ձեզ, եւ լրագրող Շուշանիկ Փափազյանի հետ։ Դուք շատ մի գեղեցիկ աշխատանք եք սկսել, որն ունի մանկությունը նշանառության տակ խորագիրը եւ 2016-ից մինչեւ 2023 թվականը Արցախում պատերազմի հետևանքով կյանքից զրկված երեխաների պատմությունը եւ եթե չեմ սխալվում 5 պատմություն է ներառված այս խորագրի եւ ցուցահանդեսի մեջ ինչու հենց այս վերնագիրը եւ ինչու 5 պատմություն Շնորհակալություն նախ այստեղ մեզ հյուրընկալելու համար եւ մեր թեմային կարեւորություն տալու Պիտի նշեմ, որ ես եւ Անին երկար ժամանակ եղել ենք հակամարտության լուսաբանման մեջ եւ այս թեման մեզ համար մի թեմա էր, որին պետք է վաղ-թե-ուշ անդրադառնանք եւ սպասում ենք այն պահին, որ հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ լինենք եւ այդ պահը 2024 թվականին եկավ եւ սկսեցինք այս նախագիծը Մանկությունը նշանառության տակ նախագիծը պատմում է թե ինչպես են թիրախավորվել տան կամ դպրոցի բակերը եւ որի հետևանքով զոհվել են երեխաներ եւ մենք ուզում ենք ցույց տալ, որ հակամարտությունը սովորաբար խլում է նաև խաղաղ բնակչության կյանքերը, այդ թվում նաև երեխաների։ Այս պատմությունները շատ կարևոր էին մեզ համար լուսաբանելը եւ կարելի է ասել, որ մեր նախագիծը լույս է սփռում այն կողմի վրա, որը հաճախ դուրս է մնում լուսաբանումից։ Մենք չենք ընտրել այս ընտանիքներին, այսինքն հատուկ որևէ ընտրանքով այս ընտանիքները չեն անցել, մենք երկար ժամանակ ճանաչել ենք նրանց, երկար ժամանակ շփվել ենք այս ընտանիքների հետ եւ այլն եւ մեր գլխավոր նպատակն էր յուրաքանչյուր հակամարտությունից ցույց տալ մեկ օրինակ, այսպես ասած, մեկ ընտանիք, թե ինչպես է իրենց կյանքը խաթարվել հակամարտությունների պատճառով եւ 5 պատմություններ են 16-ից մինչեւ 23 թվականների ընթացքում։ Ի սկզբանե այս ամենը հրապարակված է եղել Մեդիալաբում, սակայն որոշ ժամանակ անց դուք որոշեցիք հենց ցուցահանդեսով ներկայացնել։ Ինչպես եղավ այդ որոշումը, որ ցուցահանդեսի կարիք եղավ հենց նկարները ավելի հստակ ցույց տալու համար։ Այո, դուք ճիշտ եք։ Ի սկզբանե սա լրագրողական նախագիծ էր եւ լրագրողական մոտեցմամբ, շատ կարեւոր փաստերի ներկայացմամբ, լուսանկարները եւ լուսանկարների ընտրությունը հրապարակման պահին, այսպես շատ հստակ, ինֆորմատիվ, մենք հրապարակեցինք այդ նյութերը եւ հայերեն լեզվով եւ անգլերեն եւ ըստ էության ավարտեցինք, մեր նախնական պլանը, ինչպես որ մենք պլանավորում էինք անել, բայց հրապարակումից արձագանք ստանալուց հետո, այսպես աշխատանք ամփոփելուց ես ու Շուշանիկը հասկացանք, որ սա այն թեման չէ, որ մենք ուզում ենք ավարտել հրապարակումից հետո, այն թեման չէ, որ մենք ուզում ենք մեր ընթերցողը ընթերցի, ունենա այդ ծանր ապրումները, այո, ստանա այդ ինֆորմացիան, այո, կիսվի, բայց այդ թեման մնա լրատվական հոսքի մեջ եւ ինչ որ պահի անհետանա, որովհետև լրատվական հոսքի գլխավոր խնդիրը որն է, ինքը անդադար հոսող մի երևույթ է, որի ամեն փուլում գալիս են նոր թեմաներ, նոր պատմություններ, եւ մենք հասկացանք, որ ուզում ենք գտնել ֆորմատներ եւ տարբերակներ այս պատմությունները վերստին պատմելու, վերստին ներկայացնելու եւ մեզ մոտ առաջացավ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը, ինչի հետ կապված մենք ամիսներ աշխատանք տարանք, գտանք գործընկերների, ունեցանք նաեւ խնդիրներ, որովհետեւ այսօր գիտեք շատ բարդ է Արցախի մասին խոսելը ցավոք, շատ ցուցասրահներ մեզ մերժում էին տարածք տրամադրել, բացատրելով, որ իրենք չեն ուզում խնդիրներ ունենալ, շատ տեղեր մերժում էին ասելով, որ թեման է չափազանց ծանր, մենք իհարկե շատ ըմբռնումով ենք մոտենում այս բոլոր մերժումներին, քանի որ մանավանդ այս լարված ժամանակաշրջանում չենք ուզում նման նուրբ զգայական թեման դարձնել, ինչ որ կոնֆլիկտի կամ հաշիվ մարգրելու կամ ինչ որ խնդիրներ, այսպես բախումներ առաջացնելու թեմա, բայց մենք փորձեցինք հնարավորինս կոռեկտ, հանգիստ շարունակել մեր որոնումները եւ ի վերջո շատ շնորհակալ ենք այդ հնարավորության համար, մենք
մեր ցուցադրության համար, հա, տանիք գտանք ժամանակակից արվեստի ինստիտուտում, ինչը մեզ համար ուղղակի 4 պատ չէ, հա, որտեղ որ այդ ցուցահանդեսը տեղի ունենում, դա մի ինստիտուտ է իր արժեքներով, իր գաղափարներով, իր կրթական նպատակներով, որտեղ էլ այսօր ընթանում է ցուցահանդեսը։ Էմոցիոնալ տեսանկյունից սա շատ խորը եւ ցավոտ թեմա է, եւ երբ որ լրագրող ես, պատասխանատվությունը կրկնակի մեծ է, մանավանդ էթիկական տեսանկյունից։ Ինչպես կարողացաք այդ էթիկական սահմանը պահելով եւ դրան զուգահեռ ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը կստանար պատմություն, ցույց կտար եղածը եւ կդառնար նաեւ նկարներով պատմություն։ Ինչպես կարողացաք այդ սահմանը պահել։ Այս հարցը բավական հետաքրքիր հարց է, ու մենք անընդհատ խոսում ենք դրա մասին։ Ես միշտ երբ որ շփվում եմ այս ծնողների հետ, անընդհատ ինձ մոտ շնորհակալության զգացողություն է առաջանում, որ իրենք վստահել են իրենց ամենակարևորը, իրենց երեխաների հիշատակը եւ հիշողությունները մեզ վավերագրելու համար։ Ես կարծում եմ, որ ամենակարևորը այստեղ այս ընտանիքներին ապրումակցումով մոտենալն է եւ որևէ տեղ չթողնելը, որ իրենք զգան կամ մտածեն, որ լրագրողը կամ առասարակ որևէ մեկը, որը ցանկանում է վավերագրել, այս ընտանիքներին խղճահարությամբ է մոտենում կամ չի հասկանում իրենց վիշտը եւ այլն, որովհետեւ հաճախ մենք երբ փորձում ենք լուսաբանել եւ մոտենալ այս ընտանիքները մեզ մերժում են, պատճառաբանելով, որ լրագրողների հետ վատ փորձառություն են ունեցել։ Ես եւ Անին մոտեցել ենք այս ընտանիքներին հարգանքով եւ փորձել ենք ամենայն մանրամասնությամբ իրենց երեխաների հիշատակը պահպանել նաեւ լրագրողական տեսանկյունից եւ կարծում եմ, որ դա մեզ մոտ բավական ստացվել է։ Ինչ վերաբերվում է, թե ինչպես ենք կարողացել գրել եւ լուսանկարել, ես գրելու մասը պատասխանեմ։ Բավական դժվար է եղել եւ ես եւ Անին մեր առաջ դրել էինք հստակ նպատակ ամենայն մանրամասնությամբ ցույց տալ, թե ինչպիսին են եղել այս երեխաները մինչև իրենց կյանքը ընդհատվել է եւ ընտանիքների հետ զրուցելիս, մայրերի հետ զրուցելիս ես փորձել եմ տանել այդ թելը, թե ինչպիսին են եղել այս երեխաները, իրենց երազանքները, իրենց սիրելի տեստները, խաղալիքը եւ այլն եւ կարծում եմ կարողացել ենք ճիշտ շեշտադրումներ տալ եւ ցուցահանդեսը ինքը նաեւ այդ իրենց կյանքի մասին է նաեւ կարծում եմ մեզ մոտ ստացվել է դա անել։ Եթե չեմ սխալվում, լուսանկարներում հիմնականում առարկաներ են երեխաներին պատկանող, մեծ մասը նաեւ։ Նայեք, այսպիսի մենք որոշակի բաժանում արեցինք, հա, այն լուսանկարները, որոնք հրապարակվել էին նյութերի հետ մեդիայում, հա, on-line մեդիայում, դրանք մի փոքր այլ տեսակ էին, քան նրանք, որոնք մենք ներկայացրինք ցուցահանդեսում։ Ցուցահանդեսի ընթացքում, այո, մենք փորձեցինք ավելի շատ ներկայացնել այն կյանքը, որը եղել էր, այն լուսավոր կետերը, որոնք ծնողներին մնացել են որպես հիշատակ։ Ես ասեմ, որ լուսանկարչի տեսակետից, հա, քանի որ լուսանկարը սկսում է լուսանկարելու պահից, հետո ընտրություն է տեղի ունենում, հետո համադրում է տեղի ունենում եւ այլն, հենց նկարելու պահից էլ, հա, ես իմ առաջ խնդիր էի դրել չստանալ, այսպես ասած, գեղեցիկ կադրել, որովհետեւ գիտեք, շատ հաճախ պատկերին նայելուց մարդիկ փորձում են օրինաչափություն գտնել, ինչ որ էսթետիկ, հա, դրվագներ գտնել, բայց նման զգայուն թեմայում գեղարվեստական լուծումներ գտնելը ինձ համար որպես վավերագրող լուսանկարիչ անընդունելի էր եւ ես փորձել եմ լուսանկարել, հա, մաքուր վավերագրական ոճով, որը որ շատ հաճախ կլինի գուցե քիչ լուսավորված, գուցե կադրում լինեն շատ ավելորդ իրեր կամ ինչ-որ դրվագներ, սակայն հենց այդ ավելորդ իրերը, այդ պակաս լուսավորությունը կամ հակառակը, հա, լուսավորության ավելցուկը կփոխանցեն այն մթնոլորտը, որը տիրում է այդ ծանրագույն կորուստ տարած ընտանիքների կյանքում եւ այո, հենց իրերի լուսանկարների փոխանցումը, հա, իրենց հին մաշված քարտեզը, որը զոհված երեխաներից մեկը միշտ պահում էր իր դպրոցական պայուսակում կամ
պատից պոկված նկարը, հա, որը բալիկը նկարել էր իր մայրիկին, որ նկարը շատ մանկական է, այսպես նույնիսկ զվարճալի է նայելուց շփիտ է առաջանում, բայց հաջորդ վայրկյանին դու հիշում ես, որ ցավոք սրտի այդ երեխան ավելի լավ իր մամային նկարելու հնարավորություն այդպես էլ չստացավ։ Դուք նշեցիք, որ այդ 5 ընտանիքների հետ կապ եք ունեցել եւ այլն։ Ի սկզբանե հենց այդ 5 ընտանիքները ընտրված են եղել, թե դուք նախորոք մի քանի ընտանիքների հետ զրուցել եք կամ փորձել եք գտնել տարբեր պատմություններ, հետո եք հանգել, որ այդ 5-ը հենց պետք է դառնան ձեր աշխատանքի հիմքը։ Առասարակ յուրաքանչյուր լրագրողական աշխատանք իրականացնելիս մենք անում ենք դաշտային աշխատանքներ, այսինքն փորձում ենք հասկանալ, թե ովքեր են լինելու մեր հերոսներն, այսպես ասած, յուրաքանչյուր լրագրողական նյութի եւ մենք փորձում ենք հասկանալ առհասարակ հակամարտությունների ընթացքում 2016-ից 23 թվականների քանի երեխա է զոհվել։ Քանի որ մենք հստակ թիվ չունենք, սկսեցինք ինքներս մեր անձնական կապերով գտնել ընտանիքների, ովքեր կորցրել են իրենց երեխաներին հակամարտության տարբեր փուլերում եւ քանի որ մեզ համար կարեւոր էր ցույց տալ 2016-ից 23 թվականների ամբողջ ընթացքը, գտանք ընտանիքների, որոնք տարբեր ժամանակահատվածներում կորցրել էին իրենց երեխաներին եւ ես հիշում եմ մեր առաջին հեռախոսազրույցներն այս ընտանիքների հետ, կարծես մենք համոզում էինք, որ այս ընտանիքները խոսեն մեզ հետ, որովհետեւ իրենք իրենց վշտի մեջ բարփակված են եւ կարծում են, որ այդ վիշտը իրենց է միայն պատկանում եւ հանրության առաջ պատրաստակամ չեն խոսելու եւ կարծում եմ, որ մեր նախագիծը նախադեպ է այս ծնողների հետ խոսելու եւ իրենց պատմությունը հանրությանը ներկայացնելու, որովհետև մենք փորձել ենք այս նախագծով ոչ միայն հայ հասարակությանը ներկայացնել այս երեխաների պատմությունները, այլև միջազգային դասարանին եւ հոդվածները թարգմանել ենք անգլալեզու եւ նաեւ մասնակցել ենք Save the Children միջազգային մրցույթին, որը պատմում էր, որի նպատակն էր խոսել երեխաների իրավունքների պաշտպանության մասին։ Եվ կարծում եմ մեզ մոտ հաջողվել է այս ընտանիքների ձայնը բարձրաձայնել եւ պատմել այս երեխաների մասին։ Ձեր զրույցներից մեկում դուք նշում եք, որ այս ամենի նպատակը ոչ թե մարդկանց ստիպելն է լաց լինել, այլ հակառակը հիշել այս ամենը, առանց այդ ամենը, այսպես ասած, լացկոտի վերածելու։ Քանի որ դուք աշխատել եք այդ ամենի հետ եւ էմոցիոնալ տեսանկյունից վստահաբար ձեզ մոտ այդ լացի շրջանը եղել է, դուք ինչպես կարողացաք աշխատանքում այդ սահմանը գծել, որ սա չպետք է դառնա լացի, այլ հենց հիշողության գործիք։ Գիտեք, ցանկացած աշխատանք, որը բերում է, հա, էմոցիոնալ վիճակի, որը խոցում է մեր սիրտը, որը մեզ մոտ այսպես հույզերի փոթորիկ է առաջացնում, գալիս է մի փուլ, երբ որ մենք սովորում ենք, հա, դա վերահսկել։ Կոնկրետ ես որպես լուսանկարիչ միշտ ինձ պաշտպանված եմ զգում տեսախցիկի ետևում լինելով։ Երբ որ դու լուսանկարում ես, դու ասում ես այո, ես լսում եմ այս ամեն ինչը, ես տեսնում եմ այս ամեն ինչը, բայց կմտածեմ հետո, կանդրադառնամ հետո։ Հետո երբ որ մշակում ես ֆոտոները, ասում ես, ես դեռ ժամանակ կունենամ այս ամեն ինչը վերապրելու, այս ամեն ինչը հաղթահարելու։ Այդպես ժամանակ ես ցկում, ինչը որ այլևս չկարողանաս եւ ազատություն տաս քո էմոցիաներին, բայց իրականում մեզ ամենամեծ ուժը տվել է, հա, հաղթահարելու այս մեր անձնական ապրումները, այս գիտակցումը, որ սա մի աշխատանք է, որը մենք իսկապես սրտանց կարևորում ենք եւ ցանկանում ենք բարձրաձայնել, որովհետեւ սա արժեքավոր է երկկողմանի իմաստով։ Շանիկը խոսած ծնողներին խոսք տալու կարևորության մասին, այո, մեզ համար կարևոր է եղել, որպեսզի նման փորձություններով անցնող ընտանիքները հասկանան, որ թեև իրենք սովոր են, հա, փակվել հասարակությունից եւ պաշտպանվել հասարակությունից, ինչը այո, իսկապես տեղի ունենում, գիտեք, տարբեր խոսակցություններ, մեղադրանքներ, որոնք հնչում են, հա, առանց այդ էլ նման տրավմա տարած ընտանիքների ծնողների նկատմամբ, նաեւ ապավինել, հա, հասարակության բարեգթությանը, այդ մարդասիրությանը, անընդհատ նոր զվարճանքներ եւ մեր
ծանր իրադարձությունները մոռացության մատնելու այդ մոլուցքը հաղթահարելու քայլեր ենք, հա, մենք փորձում անենք, որովհետև հնարավոր չի նման իրադարձությունները, նման կորուստները մոռացության մատնելով սկսել նոր կյանք։ Մենք վստահ ենք, որ այս ամենը հաղթահարելու միջոցը, այս ամենը ապրելը եւ վերապրելն է, եւ այս ամենը որպես պատմություն եւ վավերագրություն անընդհատ մեր աչքի առաջ պահելն է։ Այդ զգացողությունն է, որ մեզ օգնում է, որ մենք հասկանում ենք, որ նման մարդկանց հետ շփվելով, հա, տեսնելով իրենց զսպվածությունը, իրենց իմաստնությունը, մենք ինչպես կարող ենք տրվել էմոցիաների, մենք այդքան կարևոր ենք, հա, ոչ թե այն, թե ինչքան կարևոր է այդ նախագիծը իրականացնել, այլ ան, թե ինչպես ենք մենք տառապում կամ հուզվում։ Այդ դասակարգումը մեզ համար կարևոր էր, որտեղ ի վերջո, այո, հիմա էլ երբ որ հաճախ մեզ ասում են այդ ինչպես դուք կարողացաք լսել, նկարել եւ այլն, շատ հաճախ մենք փորձում ենք այդ թեման շատ արագ փակել, որովհետեւ մենք չենք կարևորում այն, թե ինչ ենք մենք զգացել։ Մենք կարևորում ենք այն, ինչ որ մենք կարողացել ենք վստահության կառուցման շնորհիվ լսել այդ ծնողներից եւ հետագայում ներկայացնել հանրությանը սկզբում հոդվածաշարի տեսքով, ապա այսօր ցուցահանդեսի տեսքով։ Նախապատրաստական փուլում եւ որպես մարդ եւ որպես լրագրող ինչ հիմնական խնդիրների եք բախվել։ Դուք նշեցիք, որ ի սկզբանե եղել է տեղեկատվության սղություն, թվեր չեք ունեցել այնուհետև ընտանիքների հետ, իսկ որպես մարդ, որովհետև որպես լրագրող, որպես մարդ մենք հաճախ տարբեր ենք, բայց երբեմն գալիս են ինչ-որ պատեր, որոնք պետք է մենք անցնենք որպես անձ, որ կարողանանք որպես մասնագետ մեր անելիքը վերջնականացնենք։ Ես երևի Անի խոսքին շարունակեմ, մեզ համար բավականին դժվար է եղել այս նախագծում մնալը եւ մինչեւ վերջ տանելը, որովհետեւ ես հիշում եմ մեր յուրաքանչյուր հարցազրույցից հետո մենք նստում էինք ու ժամերով խոսում էինք յուրաքանչյուր պատմության մասին եւ կարծես երկուսով փորձում ենք հաղթահարել, թե մենք ինչ ենք տեսել եւ ինչ ենք զգացել յուրաքանչյուր ընտանիք մտնելիս։ Ես կարծում եմ, որ իմ եւ Անիի մոտ կարողացել ենք մենք այդ բաժանումը ունենալ, երբ որ մենք ընտանիքներում ենք եղել, մենք տվել ենք հարցեր, մենք լուսանկարել ենք եւ երբ որ ես հետ եմ նայում ինքս որպես լրագրող, ինքս ինձ երբեմն հարց եմ տալիս, լավ Շուշան, ոնց կարող ես այս հարցը տալ։ Որովհետև մենք բավականին մանրամասնությամբ հարցել ենք, թե ինչպես է տեղի ունեցել երեխայի մահը, երբ է վրա հասել երեխայի մահը։ Դուք ինչ եք անում, երբ տեսաք, որ երեխան մահացել է կամ ինչպես տարաք երեխային հիվանդանոց եւ այլն, եւ երբեմն այս ծնողները խուսափում էին այս հարցերից, եւ ես նորից փորձում եմ իրենց հետ բերել այդ պատմությանը եւ վերցնել, հա, այդ ինֆորմացիան, այսպես ասած, որովհետև դա բավական կարևոր էր մեզ համար։ Երբ վերջացրինք այս նախագիծը, երկար ժամանակ ինքս չեմ կարողացել կյանք վերադառնալ, այսպես ասած, որովհետև բավական դժվար էր գրել այս ընտանիքների մասին ու ես հիշում եմ ցուցահանդեսի բացման ժամանակ մի կին ինձ մոտեցավ ու ինձ հարցրեց դուք եք տեքստերը գրել, ասացի հա, ասաց մի բան հարցնեմ էլի ոնց եք կարողացել գրել այս երեխաների մահվան մասին, որովհետև ցուցահանդեսում ցուցատակտակների վրա միայն երեխաների մահվան նկարագրությունն է ու ես չկարողացա պատասխանել, որովհետև դրա հստակ պատասխանը ես չունեմ, բայց կհամաձայնեմ Անիի հետ, որ մեզ համար առաջնային է եղել ոչ թե մենք մեր զգացողությունները, որովհետև մենք կարող ենք կիսատ թողնել այս նախագիծը, որովհետև բավական ծանր է եղել։ Մեզ համար կարևոր է եղել մինչև վերջ այս ծնողներին ձայն տալ եւ իրենց լեզվով պատմել իրենց երեխաների եւ իրենց պատմությունները։ Որպես լուսանկարիչ դուք գրեթե 10 տարուց ավել հետպատերազմական եւ պատերազմական թեմաներով լուսաբանումներ եք իրականացնում, որպես մասնագետ այս շատ խոցելի թեմայով աշխատելիս ինչ եք սովորել։
հենց մասնագետ, որ նախկինում այլ թեմաներում կամ ոչ խոցելի խմբի, այսինքն երեխաների հետ թեմայով աշխատելիս դուք չեք առնչվել այդ խնդրին եւ սա ձեզ աճեցրել է որպես մասնագետ։ Իրականում շատ կարևոր հարց եք տալիս, քանի որ այս թեման եւ իմ եւ Շուշանիկի համար դարձել է մասնագիտական իմաստով անկյունակարային։ Մենք շատ հանդիպումներ, workshop-եր, այսպես դասավանդումներ ենք ունենում ուսանողների հետ, աշակերտների հետ, ովքեր սովորում են լուսաբանել, ովքեր նպատակ ունեն, որոշակի ծանր թեմաների լուսաբանման հմտություններ ձեռք բերել եւ մենք շատ խորհուրդներ կան, որոնք տալիս ենք, որոնք որ մենք քաղել ենք այս նախագիծը իրականացնելուց։ Ես որպես լուսանկարիչ իհարկե ավելի եմ խորացրել այդ հմտությունը չնկարելու։ Շատ հաճախ, երբ որ մարդը այդ հերոսը, ում դու գնացել ես լուսանկարելու, ինքը չափազանց խոցելի է լինում, ինքը արտասվում է, ինքը դադարում է խոսել եւ ջուր խմելու կարիք է ունենում։ Նախկինում ես անմիջապես նկարում էի, անմիջապես կադրեր էի անում եւ կարևորում էի, այդ process-ները վավերագրել։ Հիմա էլ եմ կարևորում, բայց քանի որ դա ամեն լուսանկարչի անհատական որոշումն է, ես հասկանում եմ, որ մարդուն այդ վայրկյանի, ամենախոցելի իրավիճակում լուսանկար անելը կարող է փակի մեր փոխադարձ վստահությունը։ Եվ շատ հաճախ, երբ որ ծնողները էմոցիոնալ վիճակում էին լինում, լռություն էր լինում կամ որևէ, ընդմիջում էր լինում, մենք փորձում էինք թեման փոխել, օրինակ հարցնել իրենց այդ պահին նոր տեղափոխված բնակարանից կամ մյուս երեխայի հարցնեինք, իսկ երբ է նա դպրոցից գալու, փորձելով այսպես ինչ-որ որևէ կենցաղային հարցով շտկել իրավիճակը, այո, ես չէի լուսանկարում եւ շատ կարեւորում էի, որ այդ պահին այդ ծնողը իրեն վիրավորված չզգա, որ մենք եկել ենք իր արդյունքները նկարելու, որովհետեւ այո, մենք ունեցել ենք այդպիսի խնդիր, մեր առաջ դրված խնդիր, որ մենք գնում ենք պատմություններ նկարելու, որը ինքնին ծանր է, այսինքն որևէ մեկը չունի խնդիր, ապացուցելու, որ սա անմարդկային ապրումներ են, սրանք անմարդկային, էմոցիաներ են, որոնք դժվար է հաղթահարել, այսինքն պարտադիր չի, դու ծնողին լաց լինելուց նկարես, որպեսզի փոխանցես նրա տառապանքները, եւ իհարկե այդ պահերին չլուսանկարելով հետագայում մտածում էի այնպիսի կադրեր անելու մասին, որոնք կլինեն այո դետալներ, նույն այդ իրերը, նույն երեխաներից մնացած հիշատակները, այդ բազմաթիվ լուսանկարները, որոնք մամաները պահում են իրենց պայուսակներում, որոնք որ նույնիսկ այն թե ինչպես են, ինչ խնամքով են նրանք այդ նկարները պահում իրենց ձեռքում ցույց տալիս եւ շոյում, այդ լուսանկարի վրա պատկերված երեխային, դա հաճախ ավելի խորն էր արտահայտում ապրումները, քան այդ դրվագները, որոնք որ ես որոշել էի այդպես շատ չշեշտադրել լուսանկարներում։ Քանի որ լուսանկարչությունը լրագրության մի այլ ճյուղ է, իսկ գրելը մեկ այլ ճյուղ եւ այդ ոլորտներում մենք լրիվ այլ բան ենք սովորում։ Դուք որպես մասնագետ գրելով ինչ եք սովորել։ Երևի ամենաառաջինը, որ լրագրության ֆակուլտետում եմ սովորել, ինձ իմ դասախոսները միշտ ասում էին, որ երբ որ գրում եք ծանր թեմաների մասին, մի փորձեք լացացնել ձեր լսողներին կամ կարդացողներին, նկարագրեք պարզ բառերով, մարդկային բառերով եւ պետք չէ թեմաների մեջ դնել պաթոս, այսպես ասած, եւ ես փորձել եմ դա անել եւ կարծում եմ, որ ինձ մոտ ստացվել է, անգամ երեխաների մահվան նկարագրությունները բավական չոր են ստացվել, որովհետեւ ես հասկացել եմ, որ չպետք է ավելորդ բառեր այստեղ օգտագործել։ Այնպես ինչպես իրենց մայրերն են պատմել, այնպես ինչպես այլ հարազատներն են պատմել, պետք է հենց նույն բառերով, նույն կերպ վերաշարադրել եւ տալ ընթերցողներին եւ երկրորդ ամենակարևոր բանը, որ կարծում նաեւ Անին ինձ հետ կհամաձայնի, դա լռության արժեքը հասկանալն էր, որովհետեւ Անին ինչպես նշեց, շատ ընտանիքներում լռությունները
շատ երկար են տևել եւ այս կանայք կարծես փորձել են իրենց հավաքել եւ նորից պատմել եւ այլն եւ ես ու Անին հարգել ենք այս լռությունները, չենք միջամտել, չենք փորձել որևէ կերպ որևէ մխիթարող բառեր ասել կամ այլ ինչ որ կերպ խանգարել այս ընտանիքներին, որովհետեւ մենք հասկացել ենք, որ մեր զրույցը միջոց է, որ այս կանայք հիշեն իրենց երեխաների մասին եւ երբ այս կանայք խոսում են թե օրինակ ինչպես են իմացել իրենց հղիության լուրը կամ ինչպես են ընտրել այս երեխաների անունները, մենք բավական հոգատարությամբ լսել ենք այս պատմությունները, որովհետեւ մեզ համար բավական արժեքավոր են եղել։ Կարծում եմ այս երկու կարևոր կետերը կնշեմ։ Եվ կուզեմ նշեք ցուցահանդեսի եւ այս մեծ աշխատանքի ուղերձը բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են այս թեման լուսաբանել այլ տարբերակներով եւ մարդկանց, ովքեր կարդում են, տեսնում են ձեր աշխատանքը։ Մեր նախագծի կարևոր ուղերձը եւ նպատակն է մարդկանց հիշեցնել հիշելու կարևորության մասին։ Ինչքան էլ դա շատ բանալ հնչի, շատ պարզ հնչի, այո, իսկապես ծանր է, հա, ծանր է բացել վերնագիրը տեսնելով, բացել ընթերցել, վերնագիրը տեսնելով գնալ ցուցահանդես, որովհետև ցանկացած այցելու ինքը արդեն գալիս է պատրաստ լինելով այդ ապրումների եւ մենք չափազանց շնորհակալ ենք այն բազմաթիվ, իսկապես բազմաթիվ այցելուներին, ովքեր առաջի օրվանից մինչև այսօր գալիս են ցուցադրությանը ներկա են, որովհետև դա, գիտեք, որոշակի հոգեկան պատրաստվածություն է պահանջում, հա, ինքնական մտնել նման թեմայի մեջ, ինքնական ծանոթանալ այդ ամենին եւ փորձել մնալ ամուր եւ փորձել գիտակցել դրա կարևորությունը։ Մեր գլխավոր նպատակը հենց դա էր, հա, գտնել այն մարդկանց, ովքեր իսկապես պատրաստ են դրան եւ իրենք համաձայն են մեզ հետ այդ իմաստով, հա, գաղափարակից են, որ այս ամեն ինչը, այս մեծ կորուստները հաղթահարելու գլխավոր ճանապարհը դա հիշելն է եւ այս ամենը վերապրելն է։ Եվ իհարկե, եթե խոսանք մեր գործընկերների մասին կամ ապագա գործընկերների մասին, ովքեր նպատակ ունեն նման թեմաներ լուսաբանելու, մենք ուղղակի կարող ենք ասել, որ պետք չէ վախենալ, հավատացեք, որ նման ինչքան էլ դժվար է լինում, հա, մանավանդ ի սկզբանե հետ պատերազմական թեմաներով զբաղվելը, այնուամենայնիվ սա թեմա է, որը քեզ բերում է թե անձնական աճ, թե մասնագիտական աճ, դու ձեռք ես բերում այնպիսի հմտություններ եւ շփման կարողություններ, որոնք այլ թեմաներ լուսաբանելով դու իսկապես գուցե երբեք չկարողանաս։ Եվ նաեւ մեզ համար շատ կարեւոր է այն գիտակցումը եւ այդ գիտակցման փոխանցումը, որ այս թեման եւ այս թեմային շարունակական հետևելը, հա, առաջ մղելը, դա շատ կարևոր հանրային նշանակություն ունի եւ ինչպես արդեն ասացի ավելի վաղ մեզ օգնել է հաղթահարել մեր անձնական ապրումները եւ դժվարությունները հենց այդ գիտակցումը, որ դա շատ կարևոր է հնչեցնել եւ այո պետք է գտնվեն այն մարդիկ ու մասնագետները, ովքեր այսպես դուրը կծեցեն կամ սոցցանցի էջը կծեցեն կամ կզանգահարեն եւ կասեն, որ մենք շատ ենք ուզում, որ դուք գաք, տեսնեք եւ հիշեք մեզ հետ միասին։ Եվ ինչպես այս նախագիծը կյանքի կոչվեց։ Լինելով հակամարտության լուսաբանման մեջ, ինչ որ մի պահից մենք հասկացանք, որ պատրաստ ենք հոգեպես եւ ֆիզիկապես մտնել այս թեմայի մեջ եւ գրել երեխաների մասին, ովքեր մահացել են հակամարտության տարբեր փուլերում եւ դա 2024 թվականն էր, երբ մեծանախաձեռնությունների կենտրոնը մեզ հնարավորություն տվեց լուսաբանելու այս թեման եւ 5 հոդվածները տեղ գտան Մեդիալաբ լրատվական կայքում, որից հետո մենք ունեցանք անգլիալեզու հրապարակումներ Armenian Weekly կայքում, որը մեզ հնարավորություն տվեց այս երեխաների պատմությունները ճանաչելի դարձնել նաեւ Սփյուռքում եւ անգլիալեզու այլ հարթակներում, որից հետո արդեն 2025 թվականից մենք սկսեցինք մտածել ցուցահանդեսի մասին եւ սկսեցինք բավական դժվարությունների առաջ կանգնել եւ այդ ընթացքում մեզ
մենք արդեն մտածում էինք, որ այո, այս թեման շատ կարևոր է եւ մենք ուզում ենք այս թեման վերածել ցուցահանդեսի եւ ունեցանք ֆինանսական հովանավորներ, ֆինանսական մասի հովանավորներ, Quirix բարեգործական հիմնադրամը, որը օգնում է կին արվեստագետներին կայանալու եւ իրենց ձայնը բարձրաձայնելու տարբեր նախագծեր իրականացնելու, ինչպես նաև Արնին արդեն նշեց, ցուցահանդեսի վերջնական փուլում մենք տեղ գտանք Ժամանակակից արվեստի ինստիտուտում, որը նոր լեզու բերեց մեր նախագծին, որովհետև ինչպես նշեցինք, լրագրողական տեսանկյունից այն երեխաների մահվան եւ ընտանիքների պատմություններն են, իսկ արդեն ցուցահանդեսը պատմում է այս երեխաների կյանքի հետո նոր մահվան դրվագի մասին։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, ես Գայա Ասոյանը կհանդիպենք